Ամենաարևաշատ բարի ողջույնները ձեզ իմ տաղանդավոր փոքրիկ նկարիչներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է, ձեզ ողջունում մուլտաշխարհի ամենաբարի նկարիչների մուլտիկնիկը, ողջունում են ամեն անգամ ձեզ սիրված մուլտիպլիկացիոն հերոսները, ահա նրանք, այսպես թաթիկով են անում, ողջունում են մեր մշտական, լավագույն, առատաձեռն, բարեկամ Ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, կրեկերներով, չիփսերով, արևածաղկի սերմերով, մաշմելոներով, աղի ձողիկներով, նախաճաշիկներով հանդերձ։ Ինչպես նաև դուք գիտեք, որ միշտ ձեզ համար այսպիսի գեղեցիկ հավաքածու է պատրաստել, ովքեր շատ լավ նկարեն, հորինեն պատմություններ եւ ուղարկեն քերի մուլտիկնիկին, ճանաչվեն հաղթող, անպայման Ապաչիի կողմից այդպիսի համեղ պարկեր կստանան։ Հավաքածու պարկեր։ Ողջույնները շարունակվում են, մեզ նաև ողջունում է այս տեսախցիկի ետևում գտնվող բարի քերին ժամապահ, ով մեզ երկար ժամանակ կտա, որպեսզի ձեզ հետ միասին սովորենք նկարել նոր մուլտիպլիկացիոն հերոս, ինչպես նաև դիտենք արդեն ձեզ քաջացանոթ Ծուռ թատրոնի ուղիղ խորհուրդները էջը։ Այսօր էլ ենք դիտելու եւ Ծուռ թատրոնի սաները մեզ խորհուրդ կտան էլի մի հետաքրքիր խորհուրդ, թե ինչ է նշանակում բարին եւ ինչու է միշտ բարին հեքիաթներում հաղթում, թե բարի լինելը եւ բարի գործելը ինչ լավ բան է։ Հենց նրա թեմայով էլ վերջում սիրելի փոքրիկներ միասին կնկարենք մի հետաքրքիր մուլտիպլիկացիոն կերպար վերնագրելով, հենց այդ վերնագրով էլ կհորինենք պատմություն եւ կնկարենք մեր հերոսին։ Տեսեք, իմ լավ բարեկամներ, Ծուռ թատրոնի փոքրիկ սաներից մեկը, Մերի Դանիելյանը, իր փոքրիկ խորհուրդն է ուզում տա ձեզ բարության մասին։ Դե դրանից հետո արդեն մեզ նա կհուշի, թե ինչ ենք նկարելու։ Գնացինք դեպի Ծուռ թատրոն, ասում ենք կախարդական խոսքը։ Մերի, քեզ ուշադիր լսում ենք։ Ալբուլդա։ Ողջույն, ես Դանիելյան Մերին եմ։ Եթերում Ծուռ թատրոնի ուղիղ խորհուրդներն են։ Այսօր ես կխոսեմ բարության մասին։ Ինչքան մարդու մեջ բարություն կա, այնքան նրա մեջ կյանք կա։ Ես երբեք չեմ ափսոսի նրա համար, որ բարի գործեր եմ արել։ Երբ մարդ ծնվում է, նրա մեջ ձևավորում է բարու եւ չարի կռիվը։ Մեկը բարի գործեր է անում, մյուսը հակառակը։ Բայց ափսոս, մարդկանց մեջ պակասել է բարությունը։ Որքան ուզես, կարող ես վատություն, չարություն անել մարդկանց։ Բայց կյանքն այնքան կարճ է, պետք չէ հոգին չարությամբ լցնել։ Օրինակ ես, երբ տեսնում եմ ընկերներս կարիք ունեն ինչ-որ բանի, անպայման օգնում եմ։ Իմ կարծիքով բարությունը սովորում է ամենուր։ Բարություն, դա հրաշագործ բառ է, որը կարող է փրկել աշխարհը, որ չլինի թշնամություն, որ չլինի պատերազմ։ Բարություն բառն ինչքան մեծ իմաստ ունի։ Բարություն մեր տատիկների եւ պապիկների նկատմամբ, բարություն բնության նկատմամբ, որ չկոտրենք ոչ մի ծառ ու թուփ, բարություն կենդանիների հանդեպ, այն մարդկանց հանդեպ, ովքեր հայտնվել են սայլակներում։ Մենք պետք է բարություն գործենք, վստահ լինելով, որ կյանքը բումերանգ է։ Բարություն գործես, բարություն էլ կստանաս։ Բայց ափսոս, մեր ժամանակն ավարտվում է, եւ վերջում հիշիր, բարությունը սկսվում է քեզանից։ Եվ այնպես արեք, որ բարին միշտ չհաղթի հեքիաթներում, այլ իրական կյանքում։ Եթերում Ծուռ թատրոնի ուղիղ խորհուրդներն էին։ Եվ ձեզ հետ էր Մերի Դանիելյանը։ Ստեսություն։ Շնորհակալություն իմ բարի Մերի, քո բարի խորհուրդներով հանդերձ։
Իմիջիայլոց Մերի ջան, դու հուշեցիր քերի մուլտիկնիկին, թե այսօր մենք ինչ ենք ձեզ հետ միասին նկարելու սիրելի փոքրիկ նկարիչներ։ Ձեր թղթիկները գունավոր մատները պատրաստ են։ Տեսեք ինչ հետաքրքիր վերնագրով հերոս ենք նկարելու։ Ինչ շատ են փոքրիկները իրենց նամակներում գրում, որ քերի մուլտիկնիկ, մուլտիպլիկացիոն արև նկարիր, արև, դե անընդհատ յուրաքանչյուր նկարի հետ մենք միշտ արև նկարում ենք։ Ցանկացա եւ Մերի թեմայի հետ կապել մեր այս հերոսին եւ որպես բարի կերպարի խորհրդանիշ դարձնել նրան։ Ու հիմա վերնագիրը գրում եք, որովհետեւ հեքիաթ պատմություն պետք է հորինեք այս հերոսի մասին, հա? Նկարեք հերոսին, հետո ուղղակի քերի մուլտիկնիկին մասնակցելով մեր մրցույթին։ Տեսեք, ինչ վերնագրով հերոս ենք նկարում։ Բարի գրում եք, բարի ծաղրացու արևը, որտեղ մի հետաքրքիր բան ստացվի։ Երբևիցե մենք ծաղրացու արև չենք նկարել։ Տարբեր ձևի արևներ նկարել ենք։ Նկարել ենք բարի ծաղրացու արև։ Տեսեք, դուք կարող եք կարկինով կլոր նկարել մի հատ, որպեսզի կլորիկը ավելի հեշտ լինի։ Դե սևով որ մի անգամից նկարեմ կարող է մարդ կլորը լավ չստացվի։ Եկեք դեղինով ես ընդգծեմ նոր սևով։ Եթե մի քիչ ծուր ստացվի, ոչինչ, դե արև է։ Կարևոր կերպարն է պետք ճիշտ ստանալ։ Սևիկով հիմա ես մեր արևին կընդգծեմ, այսպես։ Այստեղ մազի թելիկներ կանեմ, որ ծուռը չերևա։ Ու տեսեք, անպայման սիրելի փոքրիկներ, մեր արևին այնպես պետք է նկարենք, որ եւ արև երևա, եւ որպես ծաղրացու։ Դրա համար ինչ կանեմ։ Կլորիկ քիթիկ էստեղ կտամ։ Երևի թե ծաղրացուի դիմահարդարված կոպեր, այսպես, ժպտացող եմ, երևի ծիծաղող, այսպիսի կիսալուսնաձև պատկեր ենք նկարելու, իբր ժպտալուց աչքերը փակվել է, այսպես, ունքեր, մազիկներով ունքեր, այսպես, ոչ թե թարթիչներ, այլ ունքեր, հիմա ժպիտն ենք նկարելու, այստեղից կոր գծիկ կանենք մեր ծաղրացու բարի արևի, այտերը կփակագծենք, այստեղից էլ բերանիկը մեծ կբացենք ժպտացող, ներքևի շրթունքը կնկարենք, այստեղ ատամներ, կլորիկ բայց, լեզուն, բերանի խորոչը ես սևով կներկեմ, կարող շագանակագույնել ներկել, ուղղակի որպեսզի ձեզ լավ երևա, դրա համար սևով եմ ներկում, այսպես, մի փոքր այստեղ ուղղում ենք, նոր ատամները բաժանում ենք հավասար մասերի, շողերը Անդրևի կաթիլի նման եմ նկարելու սիրելի փոքրիկներ, տեսեք, այսպես, կարող է լինել մեծ, նայած ձեր թղթիկը ինչքան է բավականացնում, փոքր, մեծ, ավելի փոքր թղթիկ այսքան է բավականացնում, շողերը ավելի կմեծացնենք այս մասում, բարի ծաղրացու արև ենք նկարում, միջալուց ասեմ, մենք վերջում հյուրել ունենք, կասեմ թե ինչ հյուր է, որտեղից է մեր փոքրիկը և ուզում է անպայման հաղորդման վերջում ողջունել քերի մուլտիկնիկին, այսպես, նկարենք վերջացնենք, նոր տեսնենք մեր հյուրը ով է և ինչ ողջունի խոսքեր է բերել ձեզ սիրելի փոքրիկներ և քերի մուլտիկնիկին։ Ծաղրացու արևը պատրաստ է, այստեղ եթե շրթունք էլ անեմ ծաղրացուի, այստեղ էլ կանեմ, ինչ ենք անում սիրելի փոքրիկներ, վերցնում ենք դեղին մատիտը, սկզբից ամբողջովին արևը դեղինով ենք ներկելու, հետո կորոշենք թե մնացած մասերը ինչպես ենք ներկելու, ես յուղամատիտը այսպես չեմ ներկի, թեքությամբ դուք սովորական մատիտով ներկեք, հետո լղոզեք, տեսեք, ինչ եմ անում, կլորիկը ամբողջովին դեղին եմ ներկում, մազի թելիկները նույնպես, հիմա ընդգծելու եմ կոպերը, քանի որ այն պետք է սպիտակ մնա, իբրև ներկված, դիմահարդարված է, կոպերը սպիտակ են ներկել, շրթունքն էլ պետք է
Թողնես սպիտակ, հետո կարմիրով կներկենք։ Դե քիթիկը կարմիր ենք ներկելու, քանի որ ծաղրածու ենք ասում։ Այսպես ներքևի շրթունքն էլ կարմիր կներկենք։ Դրա համար մնացած մասերը արդեն դեղին են թողնելու։ Այսպես շողերը ընդգծում ենք, ներկում դեղին։ Ընդգծում ենք, ներկում դեղին։ Այսպես բոլոր շողերը։ Եթե հասցնենք շողերի մեջ գտնող անձրևի կաթիլները մի այլ գույնով կներկենք, մի քիչ թող ծաղրածու արև երևա։ Բարի, բայց ամենակարևորը վերնագիրը հիշում եք, չէ՞։ Բարի ծաղրածու արևը։ Այսպես ներկեցինք, այսպես ներկեցինք։ Լավ է։ Մեզ շատ քիչ ժամանակ է մնացել, սիրելի փոքրիկներ, պետք է շտապենք։ Քիթիկն ենք ներկում կարմիր, ընդգծում ենք, այսպես։ Փայլիկ կթողնեք ձախակողմյա կամ աջակողմյա մասում, ձվաձև փայլիկ այստեղ։ Ապրեք, հիմա վերևի շրթունքն ենք ներկում, դիմահարդարում ենք մեր հերոսին։ Շրթունքների վրա էլ փայլիկ կարող եք թողնել, ներքևի շրթունքն են կարմիր ներկում։ Հետո այտերը կարող ենք կլորացնել։ Էլի մատիտով կներկեք, այստեղ։ Լեզուն վարդագույն եմ ներկելու, սիրելի փոքրիկ բարեկամներ, կարմիրից մի փոքր տարբերվի, այսպես։ Շատ լավ է, նարնջագույն մատիտը վերցնելու եմ, քանի որ մի քիչ ժամանակ ունենք։ Ընդգծելու եմ այս անձրևի կաթիլները, աջակողմյա մասից։ Գեղեցկացնում ենք մեր հերոսին։ Մի փոքր թող ուրախ լինի մեր այս բարի ծաղրածու արևը, շատ հետաքրքիր վերնագիր է։ Երբևիցե ոչ միտեղ չի լսել բարի ծաղրածու արև։ Ինձ հետաքրքիր կլինի, սիրելի փոքրիկներ, թե դուք ինչ պատմություն եք ձեր մեծերի հետ միասին հորինելու։ Այսպես, աջակողմյա մասից էլ մի փոքր կլորացնեմ, հետո կոպերը կընդգծեմ։ Այսպես, աչքերի վերևի հատվածը, մազի թելիկները։ Լավ է, ժամանակ ունենք։ Եթե ժամանակ ունենք, շատ լավ է։ Մենք կապույտ մատիտով արդեն սպիտակ թղթիկը կճնշենք այսպես։ Շողերը ավելի լավ երևալու համար։ Այսպես ընդգծում եմ։ Այսպես։ Դուք ժամանակ ունենք, կարող եք հաղորդումից հետո առանց շտապելու երկինքը ամբողջովին ներկել, նկարել, ամպիկներ եւ այլ եւ այլ։ Ես ամբողջությամբ թղթիկը նվիրեցի հերոսին։ Այսպես, այսպես, առանձնանում է կարծում եմ։ Այսպես։ Հետաքրքիր կերպար ստացվեց մեր բարի ծաղրածու արևը։ Բացի նրանից, որ բարիք է տալիս արևը, բարին է բերում, բարի լույս է բերում, նա նաև բարի ծաղրածու է, ժպիտ է բերում մեր փոքրիկներին։ Շատ լավ է։ Տեսեք, ինչ արեցինք այսօր, սիրելի փոքրիկներ, նկարեցինք մեր հերոսին։ Հիմա ժամանակն է, քանի որ ես խոստացա, որ մենք նաև հյուր ունենք, մեր փոքրիկներից մեկը, Արմեն Խաչատրյանը 3.5 տարեկան, հյուր է եկել Քերի Մուլտիկնիկին, ուզում է իր ողջունի խոսք ասել։ Բացի դրանից, տեսեք ինչ եմ ասելու, սիրելի մեծեր, նրա մայրիկը 19 տարի առաջ մասնակցել է Մուլտիկնիկ հաղորդմանը։ Հիմա իր որդուն է բերել, որպեսզի նա իր ողջունի խոսքերը հնչեցնի, ողջունի բոլոր փոքրիկներին եւ Քերի Մուլտիկնիկին։ Գնանք, դե, շնորհակալություն մայրիկին, որ հիշում է, որ 19 տարի առաջ հայտնվել է մեր տաղավարում, ողջունել է Քերի Մուլտիկնիկին, հիմա նրա զավակը, նրա որդին Արմեն Խաչատրյանը 3.5 տարեկան ձեզ ողջունելու է։ Դեպի պատուհան էջ, Ալբուլդա։ Ողջույն Արմենն եմ ձեզ, Խաչատրյան Արմենն եմ, 3 տարեկան եմ ձեզ, Քերի Մուլտիկնիկի համար կարտասանեմ
Կարտասանեմ, ծապ, ծապը, ծապ, ծապ, ծապանը, իշնեմ բագը խաղանը, մի պուստաղի կավակեմ, մալիկիր նվույրը, դեսություն։ Ինչ համով բալիկ էր Արմենը, բա։ Տեսեք, թոթովախոս ինչպես էր ողջունում բոլորիս, ապրես Արմեն ջան, քեզ ողջուններս, ողջունում նաև մայրիկին եւ ողջունի պապիկին, տատիկին, բոլորին ողջուններս։ Դե ինչ, այսօր երկար աշխատեցինք, լիքը բաներ արեցինք։ Մերի Դանելյանը Ցուրտ թատրոնի ուղիղ խորհուրդներ էջում խորհուրդ է ինչպես կարելի է բարի լինել, բարին ինչ է, ինչու է պետք, որ աշխարհի մարդիկ բոլորը բարյանան։ Թեման մեզ հուշեց, որպեսզի մենք նկարենք բարի ծաղրածու արև, այդպիսի բան չկա, բայց տեսեք, ինչ գեղեցիկ արև ենք նկարել։ Այս մրցույթը վերաբերում է 3-ից 6 տարեկան փոքրիկներին։ Մայրիկների հետ նկարում են, հորինում են պատմություն, բարի ծաղրածու արևի մասին, ուղարկում Քերի Մուլտիկնիկին։ Այնտեղ մեծերի հեռախոսահամարները գրեք, թե որ դուք հաղթեք, մենք անպայման կզանգարենք, կհրավիրեք, կստանաք Ապաչիի կողմից նվերներ, մրցանակ, հավաքածու պարկ, ինչպես նաև կմասնակցեք մեր հաղորդմանը, ինչպես այսօրվա մեր հյուրը Արմենը։ Վերջ ժամանակն է, Քերի, ավարտում եմ։ Հիշեցնեմ մեր հասցեն, ձեր նամակները Քերի Մուլտիկնիկին հասնելու համար։ Մեր ամփոփող հասցեն է քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն Մուլտիկնիկ հաղորդմանը։ Իսկ դուք սիրելի ծնողներ, անպայման բաժանորդագրվեք Մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Վերջ։ Հենց այս տեսակցիկի ետևում գտնվող բարի ժամապահ Քերին, բարի ծաղրածու արևը, ձեզ սիրված բարի մուլտիպլիկացիոն հերոսները, Ապաչի ընկերությունը, մեր մշտական լավագույն բարեկամը Առատաձեռը եւ մուլտ աշխարհի ամենաբարի Քերին ձեզ ասում ենք ցտեսություն, մինչ նոր հանդիպում։ Ալբուլդա, լավ մնացեք։ Bamba zippa,